Նախընտրական կրքերը թեժանում են, քաղաքական ուժերը շարունակում են միմյանց հասցեին վիրավորանքները։ Այսօր երեկոյան ժամը 20:00 Վանաձորում քաղաքացիական պայմանագիրը մեծ հանրահավաք է իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը այսօր Լոռու մարզ կատարած այցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին մեր քաղաքական կյանքը լրտեսական բլոկբասթեր է հիշեցնում։ Փաստեր, իրադարձություններ, իրողություններ Հիմա էլ պարզվում է, որ կալուգացի ձեզ հայտնի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Հաջորդ փաստը ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության կամ եռալրտեսական կուսակցություն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը տարիներ առաջ, 2 տարի առաջ էր կարծեմ, այս կալուգացու հարցը պարզ է, այսինքն այնպիսի անառարկելի փաստեր կա, նրանք չեն էլ համարձակվում, ասեն, որ դատի կտան, որտեվ ինչը դատի տան։ Նա հարաբերակված փաստեր այնքան ակնհայտ եւ անառարկելի են, երկրորդն է դատի տալը միայի բա, այդ դատը պարտվելը արդեն պեչատը ճակատին խփելը։ Բա ինչի չեն դատի տալիս, բա պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, ընկել էին միջազգային արբիտրաժները հեծի գործով, մի հատ էլ ասում էին էս ենք անելու, գնացին եւ արբիտրաժում նույնպես հեծի գործով պարտվեցին, որովհետեւ որ եկել են ասում են ուժեղը դուք չեք, ուժեղը պետությունն է, ուժեղը Հայաստանի Հանրապետությունն է։ Չի կարող որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում լինել ավելի ուժեղ, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տեր ունի, ուժեղ տեր ունի, եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրության հրապարակումը։ Եթե հիշում եք, 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ նա ասում է, դիմելով օտար երկրին, ասում է, դե դուք ինձ մցրեցիք քաղաքական դաշտ Հայաստանի, ես հիմա պրոբլեմներ ունենք, խնդրում եմ ինձ ապահովեք ինձ դուրս գալ այդ քաղաքական դաշտից։ Այն ժամանակ ինչ արեցին, ասին դե արհեստական ինտելեկտով բան արած, պատրաստած եւ այլն։ Այն ժամանակ ես առաջարկ արեցի, ասի թող հասարակական կազմակերպությունները միջազգային փորձաքննություն պատվիրեն, այդ ձայնագրությունը օրիգինալ է, թե օրիգինալ չի։ Իմիջայլոց հասարակական կազմակերպությունները սիրում են մեզ քննադատել, ճիշտ են անում, եւ ես ընդունում եմ քննադատությունը, ել եմ ասում, մենք անթերի չենք, ընդհակառակը, ինչքան շատ քննադատեք մեզ, այնքան լավ, մենք ավելի կհղկվենք, ավելի լավ կաշխատենք, ավելի պատասխանատու կլինենք, բայց թույլ տվեք քննադատեմ ես հասարակական կազմակերպությունը, ինչու այդ փորձաքննությունը չպատվիրվեց, ինչու Ռոբերտ Քոչարյանի փորձաքննությունը չպատվիրվեց։ Ես ասում եմ պատասխանատու, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, որ երաշխավորում եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին վիրավորանքներով չի արձագանքում, ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելիք չունի, ծրագիր չունի, ժողովրդին էլ առաջին օրվանից խաբել է, ինձ էլ է խաբել, ես իմ կլասը չեմ գցի եւ իմ բարձունքից չեմ ինչնի, նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նրա հնչեցրած գնահատականներին եւս։ Մեր ասածների մասին լրագրողները բան են ուզում, մեկնաբանություն են ուզում, ասում է դե գիտեք ինչ, ես չեմ իջնում այդ մակարդակին, բան չեմ ասում։ Ստեղ պրոբլեմը գիտեք որն է իր այդ կապված, ախր
Դու իրոք չես կարող իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու կիջնեիր։ Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի Փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատունը այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի, ասենք 700 մետր 825-ի վրա, ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի։ Այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են։ Վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Բայց այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Եվ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԳԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այս մասին ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Դա շատ բարդ հարց է, մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԳԱՏՄ-ում, բայց եւ տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն Եվրամիության միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում, նշել է Օվերչուկը, հայտարարելով, թե այդ խնդիրները գործնականում արդեն իսկ ծագում են, եթե ընտրությունը կատարվում է հօգուտ Եվրամիության, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախ եւ առաջ ինչու մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին, եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչու մենք պետք է պաշտպանենք դա, նշել է նա։ Ռուսաստանցի փոխվարչապետի խոսքով հայկական կողմը հայտարարում է, թե նրանք անցնում են Եվրամիության ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այդ արտոնություններից, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը։ Լավ կլիներ, որ Հայաստանը արագորեն կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դաշնակիցների, թե հենց իր Հայաստանի հանդեպ, նշել է Օվերչուկը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները։ Ի տարբերություն Արևմուտքի, որը Հայաստանին կոչ է անում կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Արտահանման շուկաների ընդլայնման նրանց ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա, հաջողության կհասնեն, թե ոչ իրենք կտեսնեն, նշել է նա։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք
ուրեն կայթակղվում։ Պետք է խոստովանենք, որ առայժմ դա աշխատում է, ընդգծել է Օվերչուկը։ Ըստ նրա, հակառակ դեպքում չէին ընդունվի որոշումներ, որոնք կարող են տպավորիչ տվալ, կարող են կարճաժամկետ օգուտներ բերել, բայց կտրված են իրականությունից ու երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին։ Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունները չեն կարող բացահայտ չխոսել սրա մասին, հավելել էր Ռուսաստանի փոխվարչապետը։ Հիշեցնենք նաև, որ վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հորդորել Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, նշելով, որ եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ, ապա հրձանը քաղաքակիրթ կլինի։ Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրակրվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի ու փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Լրագրողների հետ չեպազրույցում նշել էր Պուտինը մայիսի 9-ին կայացած հաղթանակի օրվա միջոցառումների ավարտին։ Նա նույնպես ժամկետներ է նշել, հայտարարելով, որ այս հարցը կարելի է ներառել Եվրասիական տնտեսական միության առաջիկա մայիսի 28-ին եւ 29-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում։ Արձագանքելով Պուտինի հայտարարություններին, Փաշինյանը օրերս հայտարարել է, որ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, իսկ այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաև հանրակրվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Մենք չենք ներքաշվելու վիճաբանության լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի, նշել էր նա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այն նույն թեզը Լոռու մարզում տեղի ունեցած քարոզարշավի շրջանակներում է կրկնել։ Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդրեմն ուրիշ տեղ է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասարը հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք, էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Ես այդ վերջերս պատվեցի, ուրեմն մեծ պատվիրակությունով հանդիպում էր եւ Ռուսաստանի բարձրաստիճան ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը ասեց, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններով վնաս է հասնում Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, ասի մենակ չենք եղել։ Այդ դահլիճում ներկա եղել առնվազն 15-16 մարդ։ 15-16 մարդ։ Ես ասի շատ լավ։ Խնդրում եմ բերեք մի օրինակ։ Խնդրում եմ բերեք մի կոնկրետ օրինակ, որ ձեր ասածը տեղի է ունեցել։ Եվ ի՞նչն էր պատասխանը։ Պատասխանը լռություն, բառից բուն իմաստով, ժողովուրդ կարա լռություն, որովհետև այդ լռությունն է ճշմարտությունը։ Ես երկրորդ անգամ կրկնեցի հարց, ասի խնդրում եմ, շատ եմ խնդրում, ասում եք բան։ Ես ու կարող եմ մի բան, այն չի եղել, մենք հասկանանք ինչն է խնդրեմը։ Եվ երկրորդ հարցին նույնպես հետևեց լռություն։ Եվ ես ասում եմ, մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու, ոչ մի կտրուկ, բայց մենք թափանցիկ ենք եւ մենք ինչ է ասում, մենք ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին, եւ սա լեգիտիմ դիրքորոշում է, եւ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին, եւ մենք հակասության եւ հակադրության, չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ
չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցության պատգամավորի տեխնացու Լևոն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Բայց ինչու այսքան ուշացաք, պարոն Բաղդասարյան։ Մենք ամբողջ կես ժամ սպասում էինք մինչև կժամանակ, այսպես է քաղաքացիների հետ աշխատելու, որ գաք իշխանության։ Ես պետքա արձանագրեի դրա հետ կապված։ Նայեք, մեր եթերը ուղիղ ասացիք կես ժամ առաջ, այսինքն ժամը 12:30 կարծես թե, հա։ Գիտեք, Երևանը Նյու Յորք չի, Տոկիո չի, Պեկին չի, Մոսկվա չի, կարող եմ թվարկել։ Երևանը ընդամենը թվարկած քաղաքներից մեկի մի հատ, այսպես ասած, թաղամաս է։ Եվ ակետից բեկետը տեղափոխվելու համար ինձանից պահանջվեց մոտարապես ժամ 10 րոպե։ Ինչի, որովհետև Երևան քաղաքը ունի այնպիսի ճանապարհներ, մեղմ ասած, որի հետևանքով ոչ միայն ես, այլ նաև դուք, այլ նաև մեր բոլոր համակարգացիները օրվա ռեժիմով ընկնում են այս վիճակի մեջ։ Եվ երկրորդը, ձեր երկրորդ հարցին օգտագործեցիք ձեր լրագրողական սրությունը եւ հաստվիկ ձեր քաղաքացիներին եւս այդպես եք դիմավորում, ուրեմն իմ կողմից ղեկավարվող գրասենյակը ստեղծվել է 2001 թվականին, այսօր ունեմ 4 գրասենյակներ, փաստաբանական գրասենյակներ են, եւ եթե մի քաղաքացի կասի որ ժամանակին չեմ ընդունում, ավելին քաղաքացին կասի, որ ինքը գալիս է ընդունելության եւ այլ քաղաքացի եւս այդտեղ սպասում է, ձեր ասածը կընդունեմ իրավաչափ։ Համենայն դեպս ես այս հարթության վրա ցանկանում եմ օբյեկտիվ լինեմ, ասեմ, նախ հայցում եմ ունկնդիրների ներողամտությունը, բայց այս վիճակը բերել է նրան, որ Երևանի կառավարիչները կամ չեն ցանկանում կամ էլ չեն կարողանում երկու դեպքում էլ ունեն պոզիտիվ պարտավորություն գեղեցիկ կերպով հեռանալ։ Լավ, գանք հարցերի, որոնք քիչ չեն, պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է ինչ է կատարվում, ինչպես է քարոզարշավն իրականացնում։ Ես նայում էի ձեր կուսակցության YouTube-յան էջը, մինչև ձեր գալը առավոտյան էի նայում, շատ ակտիվություն չի նկատվում, մի երկու տեղ դուք եք հարցազրույց տվել, հանդիպում եք քաղաքացիներին, հաշվարկը ձեր որն է եւ արդյոք ձեր կուսակցության առաջնորդը ղեկավարում է այս գործընթացը, օրինակ բանտախցից թե ոչ, որտեղ է նա հիմա գտնվում, ինչ ուրեմն ազդեցություն է ունենում այս գործընթացների վրա, հնարավոր է նրա անազատության մեջ գտնվելը, այսպես նաեւ որոշակի բարձի թողի վիճակ է ստեղծել կուսակցության ներսում։ Դուք հարցերի շարան տեղացիք, Խնդրեմ հերթով պատասխանեք։ Առաջին հարցից թե ուր է ձեր կուսակցության առաջնորդը։ Դե ամեն դեպքում ուզում եմ տեսնել։ Վերաբերում էր նախընտրական քարոզարշավի որոշակի պասիվությանը։ Կա այդպիսի բան, թե դա միայն ես եմ արձանագրել։ Եկեք տեղեկացնեմ, որ կուսակցություն ունի լրատվական էջ, Facebook-յան էջ եւ յուրաքանչյուրը կարող է ցանկության դեպքում մտնել եւ տեսնել այն գործառույթները, որը իրականացվում է կուսակցության կողմից։ Ավելին, հիմա անդրադառնանք այն քարոզարշավին, որ այսօր անում են որոշ քաղաքական միավորներ, նաեւ իշխանական քաղաքական միավորը եւ մնացյալները։ Գիտեք, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կուսակցությունը իրավամբ գնում է ընտրությունների։ Եվ Վարդան Ղուկասյանը եւ կուսակցությունը չունի այդ կարիքը, որ հիմա արվում է մեղմ ասած խայտարակ ձևով, միմյանց վրա թուք հումոր շպրտելով եւ շուտասելուկի պես ինչ որ ծրագրեր են իրականացնում, բարձրաձայնում են, գոռում են։ Վարդան Ղուկասյանի արած գործը այն էլ ոչ վերջինս չի եղել պետական լիազորման ներկայացիչ, ոչ միայն Հայաստանի ընտրողները գիտեն, Հայաստանի հանրապետության քաղաքացիները, այլ նաեւ ամբողջ աշխարհի հայությունը, այլ չեմ ասում, որ տարբեր լեզուներով թարգմանվում էր վերջինիս որոշակի խոսույթը։ Վարդան Ղուկասյանը իր խոսքի ուժով ենել Հայաստանի Հանրապետությունից դուրս մի քանի անգամ ավելի քան բան արել, քան թե շատ պետական հիմնարկներ, հանրահայտ փաստ է։ Եվ բոլոր քաղաքական միավորները իրար գումարած։ Այո, մենք դրա կարիքը չունենք։ Մենք դրա կարիքը չունենք եւ կարծում եմ ընտրողը
տեղամաս գնալուց հաշվի կառնի, թե ինչ են արել, ավարտեմ, ինչ են արել քաղաքական միավորները այս 6 տարվա ընթացքում, կապ չունի իշխանական թե ոչ իշխանական, եւ ինչ է արել Վարդան Ղուկասյանը։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում էր արդյոք կառավարում է բանտից Վարդան Ղուկասյանը կուսակցություն թե ոչ։ Վարդան Ղուկասյանը, որպես արդեն Վարդան Ղուկասյանի փաստաբան եմ ասում, ոչ միայն կառավարում է, այլ նախընտրական ծրագրերի, այսպես ասած, կրողը վերջինս է եւ յուրաքանչյուր աստծոր, այն նաեւ տեղադրված է կենտրոնական հանձնաժողովի համապատասխան կայքում, հա, եւ յուրաքանչյուր աստծոր հրապարակային մեկ օր խոսում է պետական ծրագրերից, տնտեսություն, արդարադատություն, ռազմական եւ այլն, եւ մեկ օր էլ խոսում է կոնկրետ մարզերի թիրախային ծրագրերից։ Այդ ցույց տվեք հիմա մեկ քաղաքական ուժի, որ կոնկրետ մարզի մասին կոնկրետ խոսում է։ Չեք տեսնի, չեք գտնի։ Դա է ձեր հարցի պատասխաններ։ Կարճ անդրադառնամ այս նախընտրական քարոզ կոչվածը, որը որ իրականացվում է բակերով, փողոցներով եւ այլն։ Բավական է օրվա մեջ մի 5 րոպե փորձել նայել այդ նախընտրական քարոզը եւ հիասթափվել, ինչպես իշխանությունից, որը նախընտրական քարոզը իրականացնում, այնպես էլ են քաղաքական ուժեր միավորներից, որոնք փորձում են արձագանքեն, հակադարձեն կամ այդ քաղաքական քարոզը իրականացնեն։ Թերևս այսքան։ Պարոն Բաղդասարյան, գիտեք, որն է զարմանալի, որ դուք անդրադարձաք այն խոսույթին, որ այսօր իրականացնում են իշխանության եւ ընդդիմադիր գործիչները, չթվարկեմ դուք էլ ինքներդ ուրեմն փաստորեն ձեր վրթովմունքն եք արտահայտում դրա հետ կապված, գիտեք, փոխադարձ համբալ անվանելը, կզացնելը եւ այլն եւ այսպես շարքը շարունակվում է, բայց զարմանալի է, որ դուք եք այդ մասին բարձրաձայնում, որովհետև գիտեք ձեր առաջնորդի ուրեմն բառապաշարը, բառամթերքը, արտահայտությունները, որոնք մեկ անգամ չէ, որ տոտալ քննադատության են արժանացել։ Ով բայց ձեր կուսակցությունը գոնե պիտի այս բառամթերքից չնեղվեր, չէ։ Ես իմ այդ հարցը պատասխանեմ, շատ եմ ափսոսում, որ դեռ այդ գիտակցության եք, ես կփորձեմ որպես նաև իրավապաշտպան, նաև ձեր գիտակցությունը փոխեմ, հա։ Նախ վրթովմունքը դա իրավական կատեգորիա չի, ես վրթովված չեմ, ես ընդհանրապես արձանագրեցի փաստը։ Վարդան Ղուկասյանի խոսույթը իրավամբ դուրս է գալի էթիկայի բազմաթիվ նորմերից, դա արձանագրում եմ աքսիոմատիկ փաստ է, բայց եկեք գնանք առաջ։ Վարդան Ղուկասյանը նախ փաստեմ, Վարդան Ղուկասյանը արդեն 7 տարի իր այդ խոսույթով, նկասեմ նաև խոսույթ երկու մասի կբաժանեմ, ոչ միայն սպառել է իրան, այլ ռեյտինգը մի քանի անգամ բարձրացել է, ոչ թե բարձրացել է խոսույթի կոպտությամբ, կոշտությամբ, հայանքով, այլ բարձրացել է հետևյալ ֆորմատով։ Ոնց է աշխատել Վարդան Ղուկասյանը։ Իսկ վարկանիշի բարձրացումն եք այդ առումով։ Ես դա նկատի չունեի։ Ինչպես է աշխատել Վարդան Ղուկասյանը։ Արձանագրել է փաստ, ասել է Պողոսի լակոտը չի ծառայել։ Բոլորը պետքա գնան ծառայեն։ Այսպես ասած հրապարակային տվել է հայտարարություն հանցագործության մասին։ Մեկ ամիս հետո նորից հետա վերադարձել, ասել է լիազոր մարմին, ես քեզ զգուշացնում եմ, եթե դրա հետ կապված հայտարարություն է, դու գործողություններ չես կատարելու, այդ ժամանակ ավելի է կոպտացրել իր խոսույթը։ Հասկանում եք, ես չեմ ուզում արդարացնեմ խոսույթը, բայց եթե երկրում տիրում է փողոցի արդարադատություն, երկրում տիրում է ընտրովի արդարադատություն, երկրում տիրում է զորբաների ինստիտուտ, եւ էլ չշարունակեմ, դա հանրահայտ փաստ է, եւ չի գործում օրենքի դիկտատուրան, եւ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, այո, Վարդան Ղուկասյանի խոսքն է, որ պետքա մի քիչ զսպիչ լինի։ Ես քիչ առաջ իզուր չասեցի, որ Վարդան Ղուկասյանի գործողությունների գործառույթների արդյունքում ավելի շատ բան արել, քան թե բոլոր քաղաքական միավորները իրար գումարած, քան թե պետական լիազոր մարմնի ցանկացած պետական հիմնարկ։ Այսինքն դա եղել է հրապարակային, ես ցանկություն չունեմ էջերը բացեմ, թերթեմ շուտ ասելուկի պես էլ ասեմ, այ սա արեց։ Քանի տասնյակ միլիոն պետական բյուջե եկավ եւ այլն։ Սա է իմ պատասխանը։ Եվ այո, եթե մեր իրականության մեջ հայաստանցիների X զանգվածը ոչ միայն գնում է
հացի խնդրի հետ կապված երրորդ երկրներ, այլ գնում է նաև սոցիալական արդարության հետ կապված, ապա դիմադրության իրավունքի ուժով յուրաքանչյուր անձ յուրով է հասկանում, գիտակցում եւ բարձրաձայնում։ Եվ ի տարբերություն շատերի Հերվից Եվ ի տարբերություն շատերի հարկադրաբար է հերվից, բայց այդ հերվից բարձրաձայնելի օգտակար գործողության գործակիցը բավականին բարձր է։ Մոտիկից ներսից բարձրաձայնում է Բաղդասարյան Լևոնը, որ այսօր մենք միասին զորակցում ենք։ Ես էլ ներսից եմ բանանում բարձրաձայնում։ Կարծում եմ հայտնի եմ ես հանրության առաջ, ինչու՞ չէ նաև դեր առաջ բազմաթիվ հնչեղ գործերով, եւ դա կապ չունի, որ նախագահի օրոք ա եղել, հա։ Եվ բա էլ ոնց է պատրաստում պայքարը։ Այսինքն ինչ ենք մենք պատրաստում։ Մի հատ նայեք բանը հրապարակային օրական ռեժիմով լիազոր մարմինները քանի ձայնագրություններ են սփռում։ Ինչ է նշանակում ձայնը առնել, ձայնը ծախել։ Ինչ է նշանակում ընտրողը մինչև հիմա չգիտակցում, որ 30 արծաթով վաճառվելուց հետո թոշակառի է, թոշակը վաղը չի բարձրանալու, բիզնես է անում, բիզնեսի հարկային քաղաքականություն այլ է դնելու։ Այդ որ միամիտն է մտածում, որ 30 արծաթը վերցնելով հետագայում տասնապատիկ ավել տվյալ շագրի ռանձիկ հետ չեն բերելու։ Այդ որ մեկն է մտածում, որ դե ինձանից հեռու դե 30 արծաթը վերցնեմ, վաղն էլ հելնեմ փողոց տվյալ իշխանությունը քննադատեմ, չի լինելու։ Գալու ենք իշխանության եւ օրենքի դիկտատուրայի ուժով կառուցել ենք արևային Հայաստան։ Ես դրան հավատում եմ։ Չգիտեմ ձեր գիտակցությունը փոխեցի Վարդան Ղուկասյանի խոսուտով թե չէ, բայց կարծում եմ ես կարծում եմ որ ավարտեմ, բայց ես կարծում եմ որ դուք եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեր առօրյա հոգսերով, ինչու՞ չէ ստացած աշխատավարձով, ինչու՞ չէ նաև այլ բաների համատում եք նորմալ երրորդ երկրների, ձերս բռնում եք այն գիտակցության, որ այս երկրում ինչ որ բան, ինչ որ մի տեղում չէ։ Ձեր կուսակցությունը առաջնորդում է Վարդան Ղուկասյանը, եթե ընդունենք մի պահ նա չկա, հա, այդ կուսակցությունը մեծաշով փլուզում է, պարոն Բաղդասարյան։ Դուք պայծառատես եք։ Չէ, ես հարց եմ տալիս, թե կա գաղափարական, հա։ Ուրեմն ոչ միայն կա գաղափարախոսություն, բայց միանշանակ դուք ճիշտ եք այն հարցում, որ բացառապես Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ է գնում նախընտրական եւ բացառապես Վարդան Ղուկասյանի անձի ֆակտորով է պայմանավորված ստեղծվել այս կուսակցությունը։ Դուք նայեք այլ կուսակցություններ, այլ կուսակցության միավորումների, ովքեր իշխանության չեն։ Մարդ կուսակցություններ են, կարող է, չգիտեմ, 100+ են, կարող է շատերին բաները, հայաստանցիները կամ ընտրողները կամ աշխարհի հայությունը չճանաչեն։ Վարդան Ղուկասյանը ճանաչված է ամբողջ աշխարհի հայերի մակարդակով։ Դա հանրայինտ փաստ է եւ որ չի կարողանում դա անցալի, պետք է մշակույթ ձևավորի իր համար, որ դա հանրայինտ փաստ է։ Հաստատ ձեր կուսակցությունում գաղափարից շատ անձի պաշտամունք կա։ Ես այդպեսի բան չասեցի եւ եթե դուք ինձ դուք արձանագրում եք փաստը, հետո ասում եմ ես այդպեսի բան չասեցի, ասում եք հարցական նշաններ տվե։ Հիմա եկեք ետ տանք ձայնագրությունը, իրավապաշտպանությունը խոդ եմ տալիս։ Ետ տանք ձայնագրությունը տեսնենք, հարցական նշանով ասեցիք թե արձանագրեցիք։ Դե չէ, եթե դուք անձը նրա այսքան կարևորում եք եւ անընդհատ շեշտում եք, ուրեմն առանց նրա որ իսկապես կարող է այս կուսակցությունը փլուզվի, ուրեմն կան ցանկացած կուսակցություն, ցանկացած ընտանիք, ցանկացած հիմնարկ պայմանավորված է ինչպես թիմով, կոլեկտիվով, այնպես էլ պայմանավորված է թե ով է ղեկավարում այդ թիմը, ով է ղեկավարում այդ պետությունը։ Եվ այո, իրավամբ Վարդան Ղուկասյանի անձով պայմանավորված այսօր ունի բարձր հեղինակություն կուսակցությունը, իսկ կուսակցության մեջ ոչ թե անձի պաշտամունք է, այլ կա հարգանք դեպի այն անձը, ում այդ հույսերը կապում ոչ միայն կուսակցությունը, անկախ սոցհարցում արեք։ Ինչի մենք այսօր բակեր չենք մտնում։ Դրա կարիքը չունենք։ Դրա կարիքը չունենք, որովհետև 5-6-7 տարի աշխատանք է կատարվել առաջնորդի կողմից, այո, Վարդան Ղուկասյանի կողմից։ Եվ այսօր քաղաքական միավորները, որ ընկնում են բակ, դուռնեդուռ, մարզեմարզ, իրանք ասելիք չունեն արածի համար, իրանք հետագա խոստումներն են տալիս։ Ինչու՞ չէ, նաև այսօր իշխանությունը, օրինակ, ես պատկերացնում եմ այսպես, օրինակ Արգենտինայի նախագահան, նա փողոց դուրս չեկավ նախընտրականի ժամանակ։ Նա, ինչպես մենք, համացանցային կարգով ներկայացնում էր ծրագիրը, որտեղ դրա կարիքը չուներ, որտեղ կյանքում երկու բան կա, որ չես կարա հետ բերես, մեկը ժամանակն է, մեկն էլ առողջությունը։ Լավ, պարոն Բաղդասարյան, գալով ձեր ծրագրին, փաստորեն օրենքի դիկտատուրա, իրավական առումով ինչպիսի լրջագույն փոփոխություններ եք բերելու։
Եվ եթե ձախողեց այս ընտրություններում ձեր կուսակցությունը, սա լինելու է Վարդան Ղուկասյանի ձախողումը, թե ձեր նկատի ունեմ այստեղ եղածների, ով է պատասխանատվություն կրելու ձախողման համար։ Նախ գանք դատական համակարգից։ Նայեք դուք ապրում եք այս երկրում, կարծում եմ ուղղակի անուղղակի շփված կլինեք դատական արդարադատության հետ, քաղաքացիական կլինի, վարչական կլինի, թե ասենք քրեական կլինի հեռու ձեզանից։ Դուք գոհ եք դատական համակարգից։ Բայց այս դատական համակարգի դատավորին չեմ մեղադրում։ Որևէ քաղաքացի գոհ չէ։ Բոլորը ունեն։ Հիմա ոտում հարց եմ կախում, ինչու ուղեղները չի աշխատում դատավորների, թե պետական համակարգի ուղեղը չի աշխատում։ Չընդհատեք, շարունակում եմ։ Չի կարա դատավորը իր վարույթում ունենա 6000 պլյուս գործ, ժամը 9-ից մինչև 6-ը արդարադատություն իրականացնի, դատական նիստեր անի, դրանից հետո գնա վճիռ գրելու։ Առաջին աշխատանքային օրենսգրքի տոտալ խախտում է, որը ցավոք Հայաստանում բոլոր ոլորտներում ինչու՞ չէ նաև վստահ նաև այս հիմնարկում է խախտվում աշխատանքային օրենսգրքի որոշ դրույթներ, որտեղ չկա պետական լիազոր մարմին, որ հսկողություն սահմանի։ Դա այլ թեմա էր, խոսեցինք Վարդան Ղուկասյանի մեր կուսակցության ծրագրում հատուկ դրա համար կետ կա։ Եթե ասում են հնարավոր չի, այդ գործիքակազմը կա։ Եթե ասում են Երևանում հնարավոր չի ճանապարհներ սարքել, որ ես ճուշանայի ձեր եթերին, միանշանակ ասում եմ հնարավորությունը կա։ Հիմա դատական համակարգի հետ կապված։ Դատական գործերի պաշտոնապես եմ հայտարարում որպես պրակտիկ իրավապաշտպան։ 1/3 չափով գործերը պետական լիազոր մարմնի անգործության կամ չաշխատելու արդյունքա, որ մարդիկ ստիպված մտնում են դատարան։ Ծանրաբեռնվածությունը պատկերացնում եք ոնց է ավելանում։ Երկրորդը արդարադատությունը չի կարա տևի 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Այսօր մենք բազմաթիվ դատական գործեր ունենք, 10 պլյուս տարիներ են գործում։ Դա արդարադատություն արդեն չի։ Եվ երրորդը ամենակարևորը։ Այսօր դատական համակարգը, 3 դատական համակարգը, 3 չի առաջի օրը դատական համակարգը նկատի ունեմ պայմանական որ իշխանավորի ժամանակ ա եղել։ Այնպես չստացի որ մենակ հիմա այս իշխանությանն եմ քննադատում, բայց հիմա ավելի ահավոր է ասեմ ծանրաբեռնվածության հետ կապված։ Այդ տարիներին դատավորները անկախ չեն եղել։ Գործադիրը, կառավարությունը բուրգի գլխին կանգնած եւ դատանը եղել է իր թողների կոշիկի տակ, ներբանի տակ։ Դա ուղղակի պետքա բացառել։ Այնպես չի որ մենակ պետքա ասել դատանը անկախ է, դա ուղղակի ընդհանրապես պետքա բան անել, հնարավորություն տալ դատավորին լինել ինքնուրույն։ Դատական իշխանություն ասելով չպետք է հասկանալ առերևույթ դատարան, որի բանը անկախ է։ Դատական իշխանության տիրույթում թագավորը դա դատավորն է։ Այսինքն անձը գալիս է, որ իր դատը լուծի։ Թագավորը ունի 100%-անոց իշխանություն, ոնց որ ցարը ունի, ոնց որ ցեղապետը ունի, ոնց որ վարչապետը ունի։ Դատական իշխանության տիրույթում այդպես պետք է լինի։ Ես այսօր մի տեղ էի, այդ օրինակը հիմա ձեզ էլ պատմեմ։ Ախր քաղաքացին պետքա մեջքին զգա իշխանությանը, կապ չունի այդ իշխանությունը դատականն է թե գործադիրն է։ Ցավոք մենք չունենք։ Մեր կուսակցությունը վստահեցնում եմ արդեն որպես պրակտիկ իրավապաշտպան շատ արագ է այդ թեման լուծելու։ Եթե կասեք ոնց, հիմա կասեմ։ Դատավորին տրվում է 100%-անոց ինքնուրույն որոշում կայացնելու եւ որոշման համար պատասխանատվություն ստանձնելու։ Դատավորը միայն օրենքները չի նայելու օրենքով գրի, դատավորը պետք է առաջինը տեսնի։ Մեր սահմանադրության մեջ ինչ է ասում, ասում է իրավունքը ավելի գերակա է, քան թե օրենքը։ Եթե անձի իրավունքը խախտվում է, անձը առերևույթ խախտում է թույլ տալի վարչական կլինի, քրեական կլինի, իրավունքը ավելի գերակա պետք է լինի։ Ահավասիկ օրինակ եմ բերում։ Մի հատ պապիկ, բայց ոչ բախտը բերել է Հայաստանում չի եղել իհարկե։ Մի հատ պապիկ գնում է եւ հաց է գողանում։ Շատ կարքին ցիվիլ երկրներից մեկում։ Հանցագործության տեսակը դատավորը նայում է պապիկին, տարիքը, հարցնում է իշքան է իր թոշակը եւ դուրս է գալի այդ մեղադրանքի սահմաններից հրավիրում է փորձագետին, ասում է այս թոշակով պապիկը կարա մինիմալը ապրի, իսկ իրանց մինիմալը միայն հացի խնդիրը չի։ Այլ եւս որպես մարդը բարձրագույն արժեք, այլ բաներ եւս կան արտոնություններ եւ գործառույթներ։ Փորձագետը ասում է ոչ չի բավականացնում այսքան։ Ինչ անում դատավորը։ Տեսեք հեքիաթի դաշտ է։ Դատավորը կանչում է պետական այն լիազոր մարմինը, որ թոշակ է տալի։ Ասում է տուգանել եմ, տուգանքը դու ես վճարելու։ Եվ ժամանակ եմ տալի, այս մարդու թոշակը քո խնդիրն է, ոնց ես բարձրացնում հասցնես մինիմումի։ Ահավասիկ իշխանությունը դա է, դատական իշխանությունը դա է։
Երազում եք, չէ՞, այդպիսի դատարան ունենանք մենք։ Եվ ոչ մեկ այդ դատավորին չի մեղադրում, որ օրենքից դուրս եկավ, օրենքից դուրս գործողություններ արեց։ Սա է դատական իշխանությունը։ Եվ այն ժամանակ, երբ ժամանակին թագավորի իշխանություն էր, երբ անջատեց Մովսեսի օրենքով եւ տվեցին որպես առանձին դատավոր դատական համակարգ, այդ իրավասությունն են տվել, այդ լիազորությունն են տվել։ Սա է իրականությունը եւ գիտեք հիմա փայլուն ծրագրերով նստենք խոսանք սա ենք անելու, սա ենք անելու, սա ենք անելու, այս 30 տարվա մեջ մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Այս 30 տարվա մեջ ով եկավ նստեց թագավորի աթոռին, ժողովրդի լեզվով եմ ասում, իր համար դրեց սահմանադրություն գրեց։ Ինչ է դա հանցագործություն է։ Վերջի սահմանադրությունը գրվեց նախորդ նախագահի իշխանության ժամանակ, այսօրվա գործադիր մարմնի ղեկավարի քննադատեց մինչև իշխանության գալը, լավը չի, այսօր եկավ իշխանության բանը, ըստ էության բանը, դուր եկավ։ Գիտեք, իշխանությունը դա գայթակղիչ մի գործառույթ է։ Ոչ մեկը երաշխավորված չի, որ գալու է իշխանության եւ բանը չի գայթակղվելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ սահմանադրությունը գրի անկախ փորձագետների խումբ, որ պայն հանձնարարվում է իշխանության ներկայացուցիչին, թեկուզ լավ գիտական, իրավաբան, հոգեբան, մանկարժ եւ այլն, գրելու այդ սահմանադրությունը ունենալու ենք այն, ինչ որ ունենք այս 30 տարվա ընթացքում։ Պարոն Բաղդասարյան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, ես կուզեի անդրադառնանք նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, մինչ սկսեցինք զրույցը, ես ներկայացրի, թե Օվերչուկը ինչ է ասում, օրինակ մայիսի 29-ին որոշում կկայացվի Հայաստանի մասով ԵԱՏՄ գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ դուք այս վերջին հռետորաբանությունը, սրված հարաբերությունները ինչպես եք փոխվարչապետը Տեսեք, դուք գիտեք, ես չգիտեմ, միգուցե դուք մասնագիտության առումով շփվել եք, ես դեմ եմ եւ տոտալ պատժվելու են բոլոր ռուսաստրուկները, բոլոր եվրոպաստրուկները, բոլոր ամերիկաստրուկները։ Բացառապես միասնական ուժերով ազգային ծրագրով պետք է գնանք եւ կառուցենք արևային Հայաստան։ Օվերչուկը ինչ ասեց, այսօրվա գործող վարչապետը ինչ ասեց, չգիտեմ ով ինչ բան է իրականացնում։ Ես դեմ եմ, կուսակցությունն է դեմ, առաջնորդությամբ նաեւ Վարդան Ղուկասյանի։ Մենք դեմ ենք սևի եւ սպիտակի քաղաքականությանը։ Ցավոք, այս 30 տարվա մեջ, ասում են Նիկոլ Նաբերի, բայց այդպես չի։ 30 տարվա մեջ սև սպիտակ քաղաքականություն եղել է։ Զորբաների ինստիտուտի տեսքով, բարեկամների տեսքով, փոխտվողների տեսքով եւ այլն։ Դա բացառվելու է, դա չի լինի եւ միասնական, բացառապես միասնական ուժերով են կարողանալ գնանք առաջ։ Բայց միասնական ուժից առաջ պետք է կատարվի սանիտարական մաքրում։ Այս ավգյան ախորները պետք է մաքրվի եւ միակ անձը ով կարա դա անի, բանը դոկ կուսակցությունն է Վարդան Ղուկասյանի ղեկավարությամբ։ Հիմա եթե հարց եք տալ, ես ասեմ թե ինչու, որպեսզի չստացվի, որ դոկ կուսակցության ներկայացուցիչ եմ եւ սազառել գովում եմ։ Միակ անձն է, որ այսօր ասում է ոչ ներկաներին, ոչ նախկիններին։ Ցույց տվեք մի քաղաքական ուժի, որ երկուսին էլ ասում է, ոչ նրան։ Ահավասիկ այսօր պետք է նոր ուժեր, ահավասիկ չկա իմ պահով եմ ասում, թշնամանք որևէ մեկի նկատմամբ, սխալ ճանապարհով են գնացել, լավա ուշ, քան ուշացած, ոնց որ ես այսօր ուշացած եկա, ներողություն, ուշ եկա, բայց ուշացած չէր, պատճառն էլ, հիմա չեմ ուզում նորից արդարանամ, կրկնվում եմ, պատճառներ են, լավ ճանապարհներն են, որ այս 1 միլիոնանոց Երևան քաղաքում ավելի շատ խցանում է, քան ստե ասենք Պեկինում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Առաջինի տաղավարում զրուցում էի դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցության падգամավորի տեխնատու Լևոն Բաղդասարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։